Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 27-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 27-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղայի հետ, նաև կարող է այդ տղայի մասին կամ այդ տղայից լավ լուր լսեք, բարի լուր լսեք։ Հանդիպում շփում կունենաք որևէ մասնագետի հետ, բավականին էմոցիոնալ կլինեք, նաև ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, կարիերայում մի փոքր առաջ խաղացում ունեք, նոր պատվերներ են, որոնք որ կստանաք։ Դե կամ մեկ այլ բան է, կախված թե դուք որտեղ եք աշխատում, ես շատ չեմ մանրանում արդեն, որ ամեն մեկը վերցնի ըստ իր կյանքի։ Այստեղ նորություն նաև լսելու եք որևիցե կնոջից կամ իր մասին։ Եվ օրվա վերջ, այստեղ կամ շուտ եք պարկում քնելու կամ ավելի ուշ, նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 27-ին։ Քարտերը չեն ուզում պատասխանել։ Գնայինք մեկ այլ քարտերով։ Ինչ է սպասվում ցուլերին, տարվա ծնված ցուլերին մարտի 27-ին։ Ոչ գաղտնիք կբացահայտվի այդ օրը, նաև ուսմամբ կզբաղվեք, ոմանք կփոխեն իրենց կյանքի էջը և ինչ-որ մեկ այլ ձև կարող եք սկսել ապրել։ Ոմանք աշխատանքի կընդունվեն բարձրունք աշխատանքում, թե իբրես քարտերը չէր կարող ասել, դա չգիտեմ ինչու չէր ուզում պատասխաներ։ Նաև դա բարձրունք է կարիերայում առաջ խաղացում, նաև գնում եք ոչ պետական կենտրոն, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, այստեղ կարող գնում եք, և այստեղ ուշադիր եղեք աշխատանքի կամ ուսման հետ կապված, սա կորուստ է նաև, տեսնենք ինչն է։ Կամ վստահությունն է այստեղ,
կամ բիզնեսին շատ ուշադրություն դարձրեք, եթե ունեք, կամ մանկական վարքագծի պատճառով է, այսինքն մի բանին լուրջ չեք ընդունում կամ երեխական պահվածք է սա, օրինակ թեկուզ աշխատավայրում, թեկուզ ուսման կենտրոնում, թեկուզ բժշկական կենտրոնում, ոնց որ մարդիկ չկան, որ դեռ նորմալ չբուժված, ասում են, ես գնում եմ տուն, ինձ դուրս գրեք, դա երեխական պահվածք է համարվում ընդհանրապես։ Եվ դա հենց ասում է, որ հետո ձեզ համար արդեն շատ վատ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար եւ ովքեր որ հղի են եւս շատ ուշադիր եղեք ձեզ։ Այսքանը ձեզ համար զգուշացումներ ուներ դրա համար էլ չնայած նրանով չասեց։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 27-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, այստեղ տան վարձ եք տալու կամ ձեզ են տալու կամ տան հետ կապված ինչ-որ վճարումները եւ այլն, կամ տուն գումար է մտնում, դուրս է գալիս ինչ-որ մի բան է, որը կապված է տան եւ գումարի հետ։ Ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաեւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է, միգուցե ժամ եք ուզում ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք, դրա համար եք, ելքը փնտրում Եվ ուղղակի եթե պայմանավորված եք ուղղակի ուշադիր եղեք, որ չուշանաք։ Սա նաև օրինակ ինձ մոտ ինչ-որ մեկի մոտ տան վարձը պետք է տա, ելք է փնտրում եւ ժամ չունի։ Դրա համար պետք է տեղավորվի։ Դա կարող է լինել ինչ-որ մեկի մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 27-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք ինչ-որ մեկից SMS, նաև փաթեթ կամ փաստաթղթերի հետ կապված ոչ է գործունեություն։ Նաև օրվա ընթացքում գորգռում եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի հետ է կապված, սա իրանը չի։ Մտքերի մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին եւ ինչ-որ բան էլ ուշանալու է։ Ուշանալու է մոտավորապես 3 ամիս կուշանային։ Միգուցե դրանից է, այդ կարող է այդ ամբողջ տեղեկատվությունը դրանից է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 27-ին։ Հարգելի վիշապներ, ոմանց մոտ ես այդքան էլ լավ պահեր չեմ տեսնում այստեղ, օրը ձեզ ցույց կտամ, նաև այդ օրը, ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ, նաև ինչ-որ բան կարող փուչիկի նման պայթել, կամ փորձեն ձեզ մոլորեսնել և դրա համար եք սպասում դեռ, ոնց որ վստահ եք, որ դեռ կլինի, Այստեղ նաև ոմանց ամուսնության առաջարկ կանայ, սիրո խոստովանություն, նաև ընտանիքում ոչ կարևոր օր է, կամ պատրաստվում եք հարսանիքի, կամ այստեղ գործարք եք կնքում, և մտածեք նաև կարիերայի մասին, կամ չեք աշխատում այդ օրը շատ, կամ մտածում եք ինչպես անեք, որ չաշխատեք, շուտ գնաք տուն, օրինակ, որ պատրաստվեք, եթե հարսանիք եք, հարսանիքի գնաք։ Իսկ այստեղ, միգուցե 1 հոգու մոտ, միգուցե 2 հոգու մոտ, այդքան էլ լավ պահեր ես չեմ տեսնում։ Միգուցե կապված է ձեր զույգի հետ։ Գուցե և չեմ։ Մի խոսքով, հուսով եմ այդ մարդիկ չեն նայում։ Ուրեմն այստեղ ինչ-որ մեկին տեսակցելու համար հիվանդանոցում, ձեր հնարավորությունը բաց եք թողնում և հետո սկսում եք գորգռալ, կամ այնքան եք գորգռում, այդ հնարավորությունը բաց եք թողնում ներս մտնելու, կամ ասում են գիտես արդեն 5 րոպե ուշացել ես և չես կարող արդեն բարձրանալ տեսակցության, կամ ընդհանրապես այդ բաժին չես կարող բարձրանալ տեսակցության և գորգռում եք, և հետո հույսով լցված եք, այդ ձեր հույսերը նաև էմոցիոնալ կերպով եք արտահայտում, միգուցե, որ ամեն ինչ կամ լավ կլինի, կամ կթողնեն ներս մտնեք, կամ մի խոսքով ինչ-որ մի բան է, որը հույսով եք, հույսով սպասում եք միգուցե ժամը, որ գա, կամ կարող է թույլ տան ներս մտնեք և դրա համար էմոցիոնալ եք։ Այստեղ կամ հիվանդին տեսակցության է, կամ որևիցե կասմետոլոգի մոտ պետք է այցելեք, կամ բժշկին տեսնելն է սա։ Եվ հետո արտասվում եք, կամ հուզվում եք, անգամ մարմնովս փշաքաղվեցի, համենայն դեպս, հասա ինչ-որ մարդկանց մոտ հստակ ինչ-որ մի բան է տեղ ունենալու։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք օձերին։
Ինչ է սպասվում օցերին մարտի 27-ին։ Հարգելի օցեր, այդ օրը ինչ որ բաներ չունեք, գիտեք, ընդամենը մեկ բան է։ Եվ սա լուսավոր մի բան է ձեզ հետ տեղ ունենում, որը ձեզ շատ է ուրախացնելու, ձեր տրամադրությունը բարձրացնելու է։ Այդ է, ուրիշ ոչինչ բան չկա։ Դե միգուցե նաև նայեք ավելի լավ է ձեր արևային եւ լուսնային նշանը, որովհետեւ այստեղ մեկ քարտ է ընդամենը լիարժեք պատասխան չի, հա, սա ձեզ համար։ Այսքանը ձեզ համար։ Դե կարևորը լավ բան է, ոչ է։ Ու ինչ որ մի բան է տեղ ունենում, ձեզ հետ որ այլ մնացածին բանի տեղ չեք դնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին մարտի 27-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ինչ-որ բան է ուշանալու մոտապես 1 ամիս եւ վիճում եք այդ մարդու հետ, կամ ինչ-որ կազմակերպություն է միգուցե վիճում եք, որ ուշանում եք կամ ուշացնում են։ Կարիերայի հետ կապված, եթե օրինակ դա աշխատանքի հետ է կապված, դա պետք է զգուշ լինել։ Կարիերայում այստեղ մի փոքր առաջ խաղացում ունեք, շատ չէ, բայց մի փոքր կա, ինչ-որ կան նոր առաջադրանքներ տան ձեզ կարևոր, նոր ինչ-որ մի հնարավորություններ, որ առաջ գնան, նաև այստեղ կարող է պայմանագիր եք կնքում աշխատանքի հետ կապված, կամ ինչ-որ մեկի հետ, որ իր գործը անեք, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք, կամ պատրաստվում եք հարսանիքի, կամ ընտանիքում շատ կարևոր օր է, նաև ամուսինը կամ կինը կարող են վերադառնալ։ Նաև այստեղ բժշկականի հետ կապված կարող է լինել հիվանդանոցի, միգուցե հիվանդանոց դեռ երկար պետք է տվյալ անձը մնա 1 ամիս, կամ պետք է 1 ամիս գնա գա։ Նաև կարող այցելեք կոսմետոլոգի մոտ, հանդիպում ունեք որևիցե մասնագետի հետ, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք ունենան,
Միգուցե մասնագետի հետ եք ինչ-որ մի գործեր անում, հա, ամեն մեկը ձեր գործնականում աշխատում եք ոնց որ իրար հետ։ Ինչպես ինչ-որ գործեր են, որ կանեք։ Նաև հարցազրույց կարող է լինել, հա, մասնագետի հետ կապված։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 27-ին։ Հարգելի այծեր, այդ օրը, չգիտեմ ինչու այդպես ինչ-որ տխուր եք, դեպրեսիվ վիճակ է ձեզ մոտ, միայնակության զգացում է, կարող եք այցելել ոչ թե բժշկի, կարող եք այցելել հոգեբանի մոտ, նաև կոսմետոլոգի մոտ կամ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա դրա համար եք այդպես։ Նաև կզրուցեք մասնագետի հետ օրվա ընթացքում և կտրուկ որոշում կկայացնեք, կտրուկ քայլ կանեք կամ ոչ անսպասելի մի բան տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 27-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը տխրում եք, այստեղ գուցե ինչ-որ մի բան է ուշանում, դրա համար եք տխրում, մեկ ամիս պետք է ինչ-որ մի բան ուշանա, նաև դա կարող է լինել ինչ-որ մեկի հետ կապված, ինչ-որ հիվանդի կամ մեկ այլ բանի հետ կապված, նաև այդ օրը կամ ուշ կարթնանաք, կամ շուտ կարթնանաք, կամ օրվա ընթացքում կցանկանաք քնել, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև այստեղ ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, հարցազրույցի կգնան, պետական աշխատողի հետ կհանդիպեք, տատանվում եք, ծանրութ թեթև եք անելու, ինչ-որ ընտրության առջև կանգնած կլինեք, ով ինչ-որ բան է ձեզ առաջարկում, և նաև հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում, եթե իրար հետ ինչ-որ մի բան ունեք,
լուծելու է ինչ-որ պետական աշխատող հետ, ապա դա ամեն ինչը կարողանում եք լուծել։ Նաև աշխատանքի հետ կապված դա կարող է լինել, կարող նոր հնարավորություններ է ձեզ համար։ Եվ մտածմունքների մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բանի մասին, գումար կամ կծախսեք կամ կստանաք, նաև հաջողություն ունեք այդտեղ կամ հիվանդանոցի հետ կապված հարցերում, բժշկականի, բժշկի, միգուցե հաջողությամբ կարողանում եք հանդիպում վերցնել բժշկի մոտ, կոսմետոլոգի մոտ կամ ինչ-որ գործողություններ եք անում, դա այդ ամենը հաջողությամբ է անցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մարտի 27-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը հուզվում եք, որովհետև խոչընդոտներ կան կամ այնքան եք հուզվում, դա ստեղծում է խոչընդոտ։ Այսինքն ինչ-որ մեկի հետ խոսելու, զրուցելու համար։ Նաև հետո տխուր եք, դեպրեսիվ վիճակ է սա, որ ինչ-որ մի բան չի ստացվում։ Եվ երեկոյան նաև կարող եք ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել ոչ տղայի հանդիպելու համար կամ խոսելու, շփվելու, միգուցե նաև կարող մասնագետ է իրեն տեսնելու համար։ Ուշադիր եղեք, օրը փչացնում եք ձեր տխրությամբ, խոչընդոտ է, ոչինչ կարող եք լուծել, առաջ գնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 27-ին։ Հարգելի շներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որ չուշանաք։ Նաև կարող եք ժամ պայմանավորվել դիմացինի հետ, կամ կարող է ուշանում եք, դրա համար հուզվում եք այստեղ, որտեղ հուզմունք կա, արտասուք նաև, բավականին էմոցիոնալ եք դեռ օրվա ընթացքում։ Նաև հանգստի կարիք ունեք, եւ կամ կայցելեք ոչ բժշկական կենտրոն, բժշկի կտեսնեք, կամ ուղղակի հանգստի կարիք ունեք լավ։ Եվ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, միգուցե հիվանդանոցից է կամ բժշկական ոչ կենտրոնից է։ Այսքանը կամ մեկ այլ, այստեղ պարտադիր չի դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։
Ինչ է սպասվում վարազներին մարտի 27-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում այդ օրը, ովքեր որ հիվանդանոցություն չոմեկ ունեն, ապա իր մոտ հաջողություն է, նաև եթե վիրահատություն է կամ ինչ-որ գործողություն է եւս այն հաջողությամբ կանցնի։ Նաև քաղաք հաջողությամբ այսպես դենտեղ լավ լուր լսել եւ վերցնել հանդիպում բժշկի հետ։ Եվ առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, լավ լուսավոր մի բան է ձեզ հետ տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները, ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, եւ եւս տատանվում եք, դեռ ոնց որ շարունակվում է օրվա ընթացքում, դες կողմ 1-2 ժամ, տատանվում եք, ծանրութեթև եք անում, ընտրության առջև եք կանգնած լինելու, եւ երեկոյան նոր կկարողանաք գործերը մի փոքր առաջ մղել, շատ չէ, բայց կկարողանաք այն առաջ մղել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։